բայց վկաների չներկայանալու հետ կապված, չգիտեմ, միտում եք տեսնում, թե իսկապես չի ստացվում այդ մարդկանց գտնել։ Դե երբ որ քննիչն է կանչում հարցաքննության, մի մարդու նման բոլորը հայտնվում են։ Բայց եկեք մի հատ նաև ուրիշ բանի հետ առնչվենք։ Արգիշ Տիքարամյանը իրավաբան է, այլ պրոֆեսիոնալ իրավաբան է։ Ամբողջ մի քննչականի պետ է եղել է ազգային անվտանգության ծառայության տնօրեն, այսինքն գիտի արդար դատաքննության ողջամիտ ժամկետն ինչ է, լսված լինելու անձի եւ հակընդդեմ հարցման իրավունքը ինչ է, ինչ նշանակում ինձ հարմար չի։ Մեզ էլ հարմար չէ այսօր, բայց դա դատական նիստ է, էլի։ Դատանին հարգելով ներկայացել ենք։ Սա միանշանակ նրա մասին է, որ եթե գործը հարուցում են ու հասկանում են, որ գնալով մեղադրանքը կոտրվում է, իրանք խուսափում են եւ չեն գալի, դա իմ դիրքորոշումն է։ Վլադիմիր Կարապետյանի մասով պարզվեց, որ պետք է հարցաքննություն եթե հարցանց լինի կատարվի կամ դեսպանատանը կամ դատարանի միջոցով, պարզվեց, որ այդ մարդն փաստորեն դիվանագիտական մեր կորպուսի ղեկավարն է այդ երկրի։ Այո, բայց ուշադրություն դարձրեք, որ նույնությամբ հենց հյուպատոսարանում հարցաքննվել է նախաքննության ընթացքում։ Այսինքն այնպես չի, որ հիմա առաջի անգամ ուղղակի մեր դատարանը արդարամիտ է, այն էլ տեսանելի արդարամիտ է, այն հարցերն է բարձրացնում, որը ըստ էության քննիչի կողմից օրինակ հաշվի չի առնվել, որ հենց հարցաքննությունը չպետք է նախապես կազմված լինել եւ կազմակերպված լիներ հյուպատոսարանում։ Իսկ այս պարագայում խնդիր չեմ տեսնում։